Սիրելի ակնդիրներ, ուրախ եմ ձեզ և մեր հյուրերին կրկին հանդիպելու գաղափարական այս խաչմերուկում։ Այսօր խոսելու ենք Սփյուռքի իբրև միասնական ուժի ընկալման մասին, ուր է կայանում Սփյուռքի մեկ հասկացողությունը, կանդրադառնանք Սփյուռքի հետ, Հայաստանի հետ կապերին, առնչվող տարբեր հարցերի։ Այս խաչմերուկում կանգ առնելը վերածվում է ճանապարհի, որտեղ մտածողությունը ձայն է, իսկ զրույցը ուղղություն։ Մեր հյուրերն են Արգենտինահայ միջազգայնագետ և քաղաքական վերլուծաբան դոկտոր Խաչիկ Տեր-Ղուկասյանը, հրապարակախոս մանկավարժ Մհեր Կարակաշյանը և Հորիզոն գրականի խմբագիր Վիգեն Աբրահամյանը։ Բարի կանգ առ մեր խաչմերուկում։ Այսօր ընկերներ, երբ աշխարհի տարբեր ծագերում ունենք հայկական գաղութներ, տարբեր լեզուներով, տարբեր մշակույթներով, տարբեր մոտեցումներով, այլ միջավայրներում կարելի է առհասարակ խոսել Սփյուռքի մասին իբրև համախմբված ուժ, իբրև միակ ուժ եւ ինչ է նշանակում Սփյուռքի մեկ հասկացողությունը, ուր է կայանում այդ մեկ հասկացողությունը։ Խնդրեմ ընկեր Խաչիկ։ Ոչ, կարելի չէ, եթե հայկական Սփյուռքի Արցախույզը նայենք, այսօր մեկը Սփյուռքը պետք է մտածել։ Պետք է մտածել, այո, պետք է մտածել։ Այնպես ինչպես որ Սփյուռքյան հասկացողությունը ընկալելի եւ իր օրակարգով գար անկախությունեն առաջ, անկախությունեն հետո այդ մեկը պետք է բարեփոխության ենթարկվեր, վերածվեր Սփյուռք 2.1-ի, գսեմ, այսինքն 21-րդ դարու Սփյուռքի, բայց Հայաստանագետրոն, ուրեմն մտածողությունը, ուղղվածությունը, գործերու ուղղումը, ամեն ինչ այնպես հրավ, որ Սփյուռքը չդվավ այդ քայլը դակամին եւ այսօր ունենք ինչպես հարցախույզը ցույց կտա Սփյուռքը, ուր պետք է սկսել մտածել նոր հարացույցի մասին, պետք է սկսել մտածել դեղ ունեցած աշխարհագրական եւ ներհամայնքային փոփոխություններու մասին եւ ադոր համացայն տնել օրագարկ մի այդ օրագարկը տրվի եւ վերաշխուժանա այն համաշխարհային ցանցը եւ ուրեմն զորաշարժի կարողականությունը, որ շատ հետաքրքրական պրոտոկոլներուն ժամանակ ինքնինքը փաստեց, բայց պատերազմի ժամանակ ոչ, ուրեմն այն ադեն Սփյուռքի մասին կարելի է խոսել 21-րդ դարու Սփյուռքի մասին։ Ընկեր Մհեր։ Գրեթե նույն մեկնագետերեն պիտի մեկնիմ, շատ ասված է, որ Սփյուռքը մեկը Սփյուռք չէ, այլ Սփյուռքներ են կամ միկրո Սփյուռքներ են։ Իր բազմազանության մեջ ամեն մեկ երկրի ամեն մեկ օջախի ասոցիացիանը դա Սփյուռքը ինքնին յուրահատուկ դիմակից կկազմի։ Ես շատ մտածած եմ, որ եթե հաշվենք փորձակարը պատերազմը, որ հիշեց ընկեր Խաչիկը, բոլորիս համար ամեն իմաստով փորձակար եղավ եւ նաեւ Սփյուռքի ուժերը չափելու եւ ինչու՞ չէ նաեւ ան դիտմուս թեստը, ասենք որ մեջտեղ ելան նաեւ մեր թերիները, մեջտեղ ելան մեր սահմանափակումները եւ եթե չսորվեցանք հոտ մենք մեզ վերստեղծելու, ասենք հոլովույթի մեջ դնել, շատ ժամանակ չունենք, այսինքն հիմա իսկ ճամփայելելու։ Սփյուռքը պետք է ինքնին վերստեղծի։ Ընկեր Խաչիկը 2.1-ը սա ես հաջող կմտածեմ ինչպես հանրապետություններուն պայմանական անուններ կուտան առաջին, երկրորդ, երրորդ, հինգերորդ եւ այլն։ Եթե սերունդներով երթանք, արդեն Սփյուռքը որոշ հոլովույթ եւ զարգացում ունի վերաբրողներու, Սփյուռքը գա իր յուրահատուկ դիմակից ուներ կենտրոնացած միջին արևելքի եւ Եվրոպայի ավելի, ասենք, որոշ կարգ մի երկիրներու մեջ Հունաստանն է, ինչու՞ չէ Ֆրանսիան եւ այլն։ Եվ անգետ արդեն 4-րդ, 5-րդ սերունդ մտանք ցանսպանտենենի հետ բավական ջամփա կդրազենք ինքնագազմագերվելու առումով, բավական դեղ հասածենք, մինչ այդ եկան արդեն միջին արևելքի պատերազմները։ Իրանեն, մինչև Լիբանան, Իրաք, Սուրիա եւ այլն, որ նոր գացություն ստեղծած է։ Դեղաշարժները, որ կան դեպի Եվրոպա եւ մանավանդ դեպի ամերիկաները, ավելի ճիշտ Ամերիկա, Կանադա, ասենք, ամերիկաները չասենք, այս բոլորին արժեվ մենք պետք է նստենք, մտածենք եւ հաշվենք իրողության մեջ շատ մանրագրգիտ հաշվենք, ինչ ունենք, ինչ կարողականություն ունենք, ինչ կրնանք կնել եւ ուր պետք է երթանք։ Այսինքն հաստատեցինք այդ սրբազան երանգինը, որ միշտ կսիրենք հաստատել եկեղեցի դպրոց հայ գետրոն։ Ադգետուս
այդ զիրեն դուրս գա ուրիշ սպիրկը, որ ադոր շուշ, ասենք Արփանյակի նման գտարնա, երրորդ, չորրորդ գնանք օղակները բանալ եւ դեղը հասնի, որ ոչ մեկ գաբունեսողներ կան եւ այսինքն այն բաժինն է, որ հայության հետ աղերս շունին բացի մեկ երկու ընտանեկան ինչ որ գաբ է դերևս։ Հիմա որ բաժին վրա պիտի կենտրոնանանք, բնականաբար ըստիս գնամ սխալիլ, առաջին գրվանը դա գազմագերբ սպիրտ կոչված է, բայց որ եթե շատ այս ծևով շարունակի, արդեն ոչ թե գլջանա, դեմը գասի որ նախ ինքսին կգրտնե, կգրտնենք որ արդեն երկրորդալ իսկապես որ գարկմը բաներ կան, այսպես ասենք հարացույցներ, իմ բարը կործած եմ, որ հայախոսություն, թե սա չեմ գիտեր ինչ, թե նա արդերգիր, թե սպիրկած բոլոր վեճերը անցան, հիմա նոր գացություններով արջև ենք, վերջորեն պետք է մտածենք և ամանապարաս պոդքաստ անոցում է մեկն է, որ պարսասան կմտածենք որ արդեն հատկզով։ Ես ավելի չեր գարեմ, բարձապես եմ, որ բազմազանության մեջ սպիրկի դագավին մեգություն չի գա և եթե չլա նույնիսկ ես կգարձեմ պետք է սեզել ուրիշ բան, անպայմանորեն մեգություն չէ թող բազմազանությունը մնա բազմազանություն, բայց կոնե ունենա գիզագետ, կոնե ունենա կամ մի քանի գիզագետ, որտեվ հասարակած հայդարար։ Հասարակած հայդարար ինչ։ Ոչ միասնականության մեջ, բայց կրնա գաղափարը միասնական եղնի։ Կամ օրագարկային կանի գեդեր։ Ճիշտ ասած, անցամբ շատ չեմ սիրեր Սպիրկ Հայաստան կամ ացեվի սահմանումները, միշտ աշխատած եմ տեսնել ամեն ինչ համահայկական գդրվածքով։ Այսինքն հայը ապրել է Հայաստան, ապրել է Չինաստան, ապրել է Չինումաչուն, Հնդկաչին կամ Ավստրալիա, հոս, հոն եւ այլն, նախ հայ է, հետո հայության մեկ երկու դարբերակները մեկն է լեզվական պարբարային իմաստով, ադոնց մեկ դուրս խնդիրը ամբողջին համար է։ Եվ այն ինչ որ այսօր մենք կտեսնանք դժվարություններ, ինչպես մերը թվարկեց, ինչպես ակնարկեց, որովհետև Սպիրկի հարցախույզը մեջտեղ հանած էր որոշ բաներ, իրականության մեջ ես նույնը տեսած եմ նաև այդ դժվարությունները գազագերբվածության իմաստով, գամարդահայդության իմաստով, ասեն իրենց կարիքները ճիշտ բանացվելու եւ ադոնց լուծումները գտնելու մեխանիզմներ մեջտեղ բերելու իմաստով նաև այդ խնդիր ունենք Հայաստանի մեջ, Հայաստանի համայնքները, գյուղերը, քաղաքները եւ այլն անգազմագերբ են հասարակային իմաստով, այսինքն ժողովրդի մագարտային վրա։ Պետական բամգավերը ծերմիրամը տրված են տանորին վրա, բայց ես դիտախնդրեի դեսնալ ամբողջ մեկ հասարակ հայդարարումը գտնել որ բոլորին կոհացնե եւ ամեն մարդ իր դեղական պայմաններով համացան իր լուծումներով արժեվ կա եւ ամեն մեկ հատվածը, ամեն մեկ համայնքը հայության ասենք որ գա, որոշ մեխանիզմներով վրա հիմնված ինքնինքը հզորացնե, որովհետև ամեն մեկ հատվածը առանցին հզորացավ, չի գնալ որ ամբողջությունը դգարանա, ամբողջությունը պիտի հզորանա, քիչ ավելի կամ քիչ բագաս չափով։ Այդ ուզեմ հարցերում միշտ Ադամգինեն թիդել եւ Ադամգինեն թիդված շատ բաներ կան, որ կարելի է նախաձեռնել քիչ ավելի ընթացիկ առօրյային դուրս ելնելով։ Որովհետև առօրյա հարցերում եդևեն վազելով մեծ պատկեր երբեմն կմոռնանք։ Գազագերբվածության խնդիրը ամբողջ հայության բարակային։ Ոչ միայն Սպիրկի մեջ, Հայաստանի մեջ ադիգա։ Եվ այդ գազագերբվածության լուծումը պետք է գտնենք հենվելով նաև մեր պատմության վրա։ Իսկ մինչև լուծում գտնելը կարելի է պատճառները մատնանշել։ Պատճառները ամեն մեկ շրջանի մեջ տարբեր են, որովհետև ամեն մեկ հայ գաբրի դերմը, որուն պայմաններն ինքը աստված է։ Հայաստանի բարակային, որովհետև 70-80 տարի արգելված էր ինքնագազմագերբվածությունը, ժողովուրդը բանը գործում ցած է։ Միութենական կյանք կոչված ոնց չի գնար գոյություն ունենալ, ինչպես որ Սպիրկի մեջ վարժված են ունենալու հոգեբանականորեն եւ ճիշտ այդ նույն պատճառով այսօր ասենք հոնոր հայահոց շրջաններ կան Հայաստանին արտակախտած հայերու դժվարություն ունի մերվելու արդեն իսկ արգա գառություններուն հետ։ Ասենք խնդիրներ են, որ հայկական լուծումներ պետք է գտնան, բայց թե ինչու պիտի ամբողջ անենք, այդ խնդիրը մեգասճան վեր է, այդ մասին պիտի խոսենք, ադի ուրիշ հարց։ Խոսենք։ Այսինքն
ինչի համար սպիրկը բահենք սպիրկ Հայաստան եւ այլն, ադիգ արդեն մեկ երկու ասեմ վեր խոսակցություն, որոնց լուծումը դված ենք շատ ոնց։ Ինչ լուծում էր ան Որ ասենք ժամանակին վեճերի եղան 60-ականներում, 70-ականներուն եւ հանկեցավ սպիրկինգ նպատակ չէ գարկախոսին։ ով է սա։ Գարկախոս էր։ Բայց ոմանց միտքի մեջ ադինք նպատակ է դակավին։ Եվ որ հետևյալ Օրինակ, ասեմ այս հարցերն են որ պիտի, բայց չեմ գնար սահմանազատել սպիրկը Հայաստանում, որովհետեւ խնդիրներում մեկ կարևոր մասը նույնն են։ Դու համահայկականության մասին խոսեցար։ Համահայկականությունը եւ ուտոպիա է ամենետրական իմաստով, առանց ուտոպիայի կարելի չէ Նոր բան երևակայ։ Եվ թագարտ է։ Եվ թագարտ է, որովհետեւ եթե դարբերումը չտեսնենք pedagogan համագարկիմը եւ աշխարհացրիվ հայությամը, որ ոչ pedagogan դրամապանությամբ պիտի ինքնագազմագերբվի եւ օրագարկ տնե, անպայմանորեն պիտի իննանք, ինչպես անցնող 30 եւ այս կանդարիներուն, պայմանավորելու սպիրկը Հայաստանի դրամապանությամբ, Հայաստանի քաղաքականության դրամապանությամբ։ Եվ ինչ որ տեսանք մինչև այսօր հայաստանյան գործընթացներուն մեջ սպիրկը իր դեղը չունի, որտեղ կարողությունը, կարելիությունը չէ ստեղծված ունենալու ցայն եւ քվե։ Իսկ երբ Այսինքն քաղաքական կյանքի մեջ չունի։ ոչ միայն քաղաքական կյանքի մեջ, այլ հասարակական կյանքի մեջ չունի։ Ինչս էլ է սպիրկը մասնագիծ է Հայաստանի մեջ հասարակական գործընթացներում։ Մեկը գրնա ինձ եսել թե ինչ է կոնկրետ։ Ասենք Եվ այնքան եթե ես սպիրկի մասին, եթե չենք գտնար սպիրկի մեջ սպիրկի ինքնագազմագերբումը մտածել եւ այլն, ինչպես համահայկականը պիտի մտածենք։ Ով պիտի մտածի սպիրկի մասին։ Հայաստանի մեջ մտածվեցավ սպիրկի մասին ինչեւ։ Եվ չի մտածվի։ Էլա Որովհետեւ առաջնահերթություններու հարց կա կամ կարողություններու եւ սահմանապահումներու հարց կա ոստը մարդկային, ֆինանսական եւ ամեն ծևի ռեսուրսներ։ Եվ ամեն ծև եւ մանավանդ որբեսի գրնանք համահայկական աշխատիր եւ բոլորը նույն գարքին լծվել, պետք է բարդատիր որտեղենք աբագետրոնացումը, որպես գործարարը նաեւ Հայաստանի մեջ։ Որովհետեւ խնդիրներում մեծ մասը Հայաստանի մեջ սպիրկն է Հայաստանը, չէ, նորին Հայաստան կդանի։ Հայաստան չեմ դանել, բայց մենք 30 տարի Ադիգա սպիրկը չի փորձած ոևեցով տնալ Հայաստանի կառուցվածքը հարմարցնել համահայկական բանին։ Չեմ մտածված այդ մասին։ Այսինքն գանակ համը գրնարները սպիրկը Հայաստանի քաղաքական հատվածին մղել, որը սպիրկի մասին մտածել է։ Սպիրկի մասին չէ։ Հաբա։ Ինքին մասին թող լավ մտածեմ, մենք մեր մասին լավ կմտածենք։ Աբագետրոնացումը։ Գեր Խաչիկը խոսեց նաև սփյուռքի օրակարգի մասին մեկնաբանություն տվեց։ Կար ինչ ենք ասում հասկանալով սփյուռքի օրակարգ եւ ով պիտի այդ օրակարգը մշակի։ Օրակարգ հիմա չեմ գնալ ես կոնկրետ ասել, բայց բարձ է որ երբ անկախութենեն առաջ սպիրկ գասկնային կամ այն օրերուն, որը սպիրկյան այսպես հարացույցը գազմավորվեցավ եւ օրակարգի վերածվեցավ, հայապահպանում ինքնին քաղաքական օրակարգ մներ։ Մայրին դրած եկեղեցի այգետրոն եւ դբրոց այդ երանգյունին վրա, on օրակարգ մգար շատ հստակ հայապահպանում հստակ օրակարգ մնի այն ձիվիսեք որ հայապահպանումը կշարունակվի գոր, բայց քաղաք որ գլջանակ որ դեղի գուտագոր որոշ տեղեր հայապահպանում բիդեսենք այսօր թե ուրիշ բան բիդեսենք խոսույթի հրեդորականության հարցն արգա ոստեղը երկրորդ օրինակներս ինձ հիմնականի մեջ 65 եւ 75-ն էին այն ժամանակ եթե սպիրկի մեջ քաղաքական ղեկավարության մասին խոսեինք միշտ 3 կուսակցություններն է որ նկատի ունենային եւ այդ 3 կուսակցությունները որոնք մինչեւ 1965 իրարու միսկ երած են որտեղ չրբաժանը եղած է խորհրդային վարչագահի գողքին թե անորթեմ եւ փախումներ եղած են արյունալի փախումներ եղած են այդ հարցով 65-ին ասին որ մեր հասարակած հայդարարը ցեղասպանության միջազգային ճանաչումն է իսկ 1975-ին Լիբանանի մեջ որ այդ դարիներուն ամենակարևորը սպիրկյան ասպես համայնքներ ունեցին որ մեր հասարակած հայդարարը
ուրեմն դրական չեզոքությունն է լիբանանյան պատերազմի մեջ։ Ուրեմն կդան գեդեր, որոնց շուրջ կնան համախմբվել, առանց երբեք իրենց դարբերություններն հրաժարելու։ Նման մոդեցումով կարելի է գարձեմ իսկ ով պիտի անե հիմնականի մեջ այսօր համասպյուրքյան գարույց եւ զորաշարժի կարողություն ունեցող գազագերբությունները հիմնականի մեջ եւ անոնք են որ ընդհանրապես կգաղան կամ այդ քայլը չեն աներ, բայց ոչ միայն անոնց կողքին նաեւ կան շատ ուրիշ գազագերբություններ, որոնց պետք է ներգրավել մտավորական ամբողջ ուժը, որ չեն ներգրաված, որ մեկ կողմ գեցած է եւ նոր թերագադարներ, որոնք կրնանք նույնիսկ կոնկրետ կերպով ասել, որոնք են ինչ գազագերբություններ են եւ այն այդ բոլորը, բայց հիմնականի մեջ գարույցներն դուրս սպյուրքը վերա ինքնագազմագերբել կամ ինքնագազմագերբել ես իրավաշտորեն չեմ տեսներ։ Ընկեր Մհեր Վիկենը հետաքրիր ուղղությամբ դարավ զրույց ասենք, չնայած որ պիտի անդրադառնանք ուշ կամ գանուխ, ես չեմ կարծել, որ կրնանք երկու, ասպես ասած, ուժեղ քաշողականություն ունեցող մոլորակներ հաշվենք Հայաստան աշխարհը, Արցախի մեջը եւ Սպիրկը։ Սպիրկը մի քանի դասյակ մոլորակ կարելի է հաշվել։ Փոխաստեցություն կա, բայց ոչ ինչպես որ պետք է։ Սահմանապահումներ բնականաբար, խորտային ժամանակեն ի վեր մնացած ժանքը դակավին մենք մեր վրայեն չենք կանածել Հայաստանի մեջ հավանաբար նաեւ հոս, բայց այդ սերունդը գերտագոր։ Իսկ փաստը մեջտեղ եկավ, որ Սպիրկի տերը Հայաստանի մեջ իրողության մեջ արարողագարկային տեր է, այսինքն կոնկրետ օրգանիկ գապ, որ գուզեին կստեղծել, մենք կոնե իբրև դաշնակցություն, մեկ ազգ, մեկ հայրենիք, բոլոր այսպես կոչված կարգախոսերը, երբ որ կպախին իրականության փորձակարին, բոլորովին ուրիշ բան դուրս կգա։ Օրգանիկ գաբը կստեղծվի ժամանակի ընթացքին եւ Սպիրկի նախարարություն հիմնվեցավ, սիրուն բաներ եղան, բայց նորեն մնացինք մագերեսին։ Իսկ այսօրվա մասին չխոսենք, այսօրվա աղետի մասին չխոսենք։ Այսօրվա աղետի մեջ համահայկական օրակարգ, որ ունենք կամ միասնական օրակարգ նույն Սփյուռքը տեղքալ կամ հետադարձ չունենք, Սպիրկյան օրակարգ չի կարողանալ։ Չէ, հիմա նշեցինք, որ որպես օրակարգ էր առնվազն գոնե բոլորին մեկտեղ բերելու ցեղասպանության ճանաչման հարցը։ Անկախութենեն առաջ։ Այո, եւ այդ հարցը եւս այսօր գրեթե կրնանք ասել, որ տխուր պատկեր ունի։ Հիմա հասարակ հայդարարի խնդիրը նախանենք մեջտեղ։ Այսպես ասած, մեգությամբ կամ համախմբման հարց դրիր ընկերուի հարցումներու դսկիզբը, որ շատ սիրուն բան է, շատ գեղեցիկ բան է, բայց պետք է մենք սկսենք մտածել ան ինչ որ diversity, որ գոչվի բազմազանությունը մեր, նաեւ ուժ է, եթե գրնանք ուժի վերածել։ Հիմա ինչպես անջատենք հարցերը, Հայաստանն ախմեկ կոնտինենտ պահման։ Սպիրկը ունի գոյութենական խնդիր։ Պիտ մնա, պիտ չի մնա, մեզ այն ադեն գիշտ էր ասվածը, լավիք են լա խաչիվին գողում է, որ սորվեցուսին մեր սերունդը, ամբողջ սերունդը, և այդ սերունդը հավատացած էր ադոր, որ նախ բահենք հայրենամերձ կաղութները, ինչպես որ են, հետո բادرազմի փոթորիկները, որ փչեցին հայրենամերձ կաղութները դեր մինչև օրս այդ փոթորիկներեն, ասենք, բանը վնասները կտեսնենք որ։ Լավ, հիմա հետո դեպի երգիր կարգախոսի ելա մեջտեղ, որու արձագանքողները շատ սահմանափակ դուրս եկան։ Դեպի երգիր մեր ուժերը կենտրոնացնենք, Արցախի հարցը անխուսափելիորեն պիտի կենտրոնացներ, որտեղ Արցախը մահուգենաց խնդիր էր, դաշնակցության համար առնվազն ամեն ինչով որ հասական հարց էր, երինք պատվով դուրս եկան կսենք ասկովին, բայց ետ ինչ եմ խնդիրը ամես մը գտարնա, որ նորեն պիտի կան բادرազմի, այսինքն վերջին փորձակարը բոլորիս համահայկական պարոհոս կորզադեն, ամբողջ հայությունը Հայաստանը մինչև սուչ զարդվեցավ այս փորձակարին եւ մեր ամեն ինչը հստակացավ, գույնը մեջտեղ ելավ, ինչպես կսե ժողովուրդը։ Լավ, ես վերադառնամ Սպիրկ Արդեմ գոյութենական հարցերը մեր եւ մտածեմ, մինչև այսօր ջամփակը դրեցինք այս երանգինով եւ անոր 4-ին զիրող արբանյակային ինչ-որ իրավիճակներով, մի քանի օղակ գամած, ասենք, բանեղող, անհետացող հայությունը։ Ամենեպարացական օրինակը
Կանադան չեմ ուզեր առնել, բայց օրինակ Ֆրանսան արեք։ 500,000 հայության, 5 միլիոն հայության մասին խոսվի։ 5 միլիոն հայություն այսօր մադի վրա գտնես հայախոսություն։ Եթե հիշողությունս չի տավաժաներին, ընդամենը 5 միլիոն մարդ ունի 7 դպրոց, որոնց հավանաբար 6 հատը, մեկ հատը կփորձեն որ երկրորդականի վերածել նախագահտարանի մագարտակի, եթե ինչ կուդան եւ ինչ արդյունք կուդա բացի Մարսեի ջեմարանեն հստակ չէ եւ այսինքն բանը ուղդը մատնոցի մեջ են անցնելու խնդիր ունին հոն եւ այսօր բայց Ֆրանսան իր հայկականության առումով, հանձնարարության առումով որոշ դերակատարություն ունի հայախոս եղերես կամ չես եղած։ Մենք պետք է մտածենք այսօր մասին, ժամանակի մեր մեծերը Շարաչ խոսենք Օշագան, Վահե Օշագան եւ անց նույնը գար որ չգիտեմ Պակինի մեջ կհիշեմ երկար վիճեցան որ Մայքլ Ալլենը կամ Ուիլյամ Սարոյանը պետք է հայ կրող սեբեր, բայց չէ հայ կրող սեբեր որտեղ անկլիակիր են եւ այլն եւ այլն։ Նույնանման միտքեր է որ այսօր տնենք կետնի վրա եւ տեսնենք որ սերունդ կա արժևնից է դիմացնից է այսինքն որ անպայմանորեն գադարելապես հայախոս չէ կամ ընդհանրապես հայախոս չէ, բայց դու ասերունտին եթե նոր կորզիկագազ չդաս սպիրկի գոյությունը իր հասկացած ծևով աս երանգունեն դուրս առաջ տանելու այս գազագերբությունները որ համասպիրկյան տրվածք ունին անոնց շատ այսպես ասած տերիտորիալ իրենց մոդեցում են շատ հաջող անհատական նախաձեռնարկությունը բան եղած է խեղդված այսօր բայց անհատական շատ նպաներ կան որ արժև անցած են շատ արդի են որ գրնան սպիրկի համար շատ այսպես կոչված մեծ տերակատարություն ունենալ որ գաղութը բահես նախ առնվազն հայկական թիմակիցով մերված իր երկրի քաղաքացիական կյանքին բնականաբար եւ օրինակով վերջացնեմ որտեղ բավական եղավ իմ բաժինս օրինակ հայտարարի մեր հասարակները հսկայական աշխատանք տարածեն ամենուրեք բայց գործած են նորեն զարգացման բաներով փուլերով Հիմա եկած ենք այսօր դեսանք պատերազմի, կացինք, լոբիերինք, սարինք, նարինք, խոսեցանք, գրվեցանք, վիճեցանք, բայկարեցանք, ինչ որտեղ ասիչ նախարարը կամ անիչ նախարարը ինքիր բղբճակի մեջ անիչ որ գրնա անել։ Այսօրվա դրությամբ Կանադայի երեգամ այլուր, եթե մենք մեր քաղաքակետները դեղ չհասցնենք, մենք մեր մասնակետները բան մեդիայի մեջ, mainstream մեդիայի մեջ եւ նաեւ ոչ mainstream մեդիայի մեջ դեռ չհասցնենք ամեն իմաստով հաջորդ քայլը առաջ են գնա։ Բզդիկ օրինակ մնենք, շատ օրինակներ կարելի է դալ։ Կամ անինչ որ իրավիճակ ունենք այսօր, որ մինչեւ օրս բերեր է մեզ, բարահանտեսային մշակույթը, հանկանագության մշակույթը։ Լավ բան է, հոյակապ բան է, բայց դեռ մի դիկա որ ամեն մեկ կաուտ, եթե գուզե ապրիլ, Պիտի չսպասե որ միջին արևելքեն հոս կա, հոս որ վերաշխուժանա։ Այլ պիտի ստեղծե իրեն համար հատուկ ֆինանսական աղբյուրներ, պիտի ստեղծե նաև գամավոր բանակի գողքին մասնակետներու բանակ, որոնք վճարովի են, որոնք աշխատավարձ կառնեն, եւ մեր աչքին առջև են հոս Մորեալի մեջ նայեցեք, կտեսնեք այսին ամբողջ հրեական կաուտը երկու ուղությամբ կաշխատի։ Գամավորներու բանակը, բայց անտին հսկայական հաստատություններ կան, որում մեջ հրեական ոչ հրեա մասնակետներ ներկայացված են եւ իրենց մեքենան արջև երթա։ Հիմա բիցեք որ նորեն հрьяաներուն օրինակը բերինք, լավ, հարց չէ։ Կարևորը վերջի վերջո մեր ինքնության խնդիրն է նաև լուծենք։ Ինչ ինքնության հարց ունենք մենք։ Ասիկա հիմա բաց կցկեմ վերջի շարունակեմ, եթե որովհետեւ Այսինքն կարող ենք փաստել, որ եթե միասնականություն կամ մեկ միասնական սփյուռքը չկա, բազմա կողմանի, այսպես ասած, կենտրոնը ավելի կենսունակ կնայեղնի ամեն համայնքի մեջ Կենտրոնը բազմակողմանիությունը կրնա եղնի որպես կենսունակ ուժ կամ բազմակենտրոնությունը, այսինքն եթե մեկ միասնականությունը չունի։ Հասկացա, այդ միասնականություն բառը գեղեցիկ բառ է, ինչպես նշեցիք, բայց սնամեջ բառ է։ Ես չեմ հավատալու, որովհետև չի գտնալավ ամեն մարդ նույն ձևով մտածի։ Ամեն հարցի մեջ դարագարձիկ պիտի իլանք։ Խնդիրը ամբողջ գտնվի այդ 10 քաղաքներ վերջին 100-ամյակին։ Տեսնել թե ուր գրծանք այդ նվազագույն հասարակ հայտարարները ստեղծել, որ արժե վերտանք մեկը մայրուղիով քշեց քիչ ավելի արագ, մյուսը կողմի ջամփայով քշեց քիչ, բայց նույն ուղղությամբ գացինք եւ ամբողջ համայնքները, ասենք, աշխարհի մեկ ծայրը մյուսը երբեմն ներառել Հայաստանն է, որ գրնա շարժիլ,
նույն ուղղությամբ կացինք։ Բաներ մըրինք, որպես հայություն մեր վերջին 100-ամյակին։ Բայց միասնականությունը չէր ադոր բանալին։ Միասնականություն մի քանի բանի մեջ։ Չես կնար ամենում բարձրացնել ամեն ինչպես համացան լալիջան, ինչպես օրինակի համար այսօրվա ռեժիմը փորձի Հայաստան բարձրացնել։ Հանգարց եթե իրեն հագարակ բան մսի վերցավ իր տշնամին ես մահացու։ Այս մեկը սխալ մոտեցի չենք կրնարալ միասնական լալասի բացառված է։ Հիմա ինգերը քիչարած հрьяաներուն օրինակ դովավ։ Սիրենք հрьяաներուն օրինակ դալ, որովհետեւ անոնք ասպիրք են մեզի պես բարձրացել։ Շատ թյուրն է զուգահեռներ կձեր, ադոր համար որ ընտանես մարդիկ ադուղությամբ կերտնան, ոչ թե հրյա սիրելու կամ չսիրելու համար։ Բայց հрьяաները երբեք միասնական չեն։ Այո, ընդհանրապես այո։ Երբ որ կառավարության կողմ երթան դեսակցության, մեկ հոգիով չեն ներգանալ, 50 հոգիով երթան, որովհետև ամեն մեկի միսեն դարբեր է, չի հանդուրժել որ միս իրմի առաջ լա։ Ասանք ադոր մեջ այսին չինան կաթագարտի մեջ որ ամբար եղբայր ենք մեկ երկելով լուծում չենք գտնել։ Բայց այդ հասարակ նվազագույն հայտարարները պետք է գտնել եւ պետք է շատ ուշադիր լալ այսօրվա իրավիճակին, որ քիչարած մատնանշեցավ նույնպես, որ գործիքակազմը որ գա այսօրվա երիտասարդներուն ցերկը անհատական նախաձեռնությունները, որով շատ թյուրությամբ կրնան դրսևորվել, որովհետև հաղորդակցության միջոցները բանը թույլատրեն Ադոնք չմնան բղբճակներով վիճակի մեջ, որովհետև չմնան բղբճակի վիճակի մեջ երկարած շունչ լան, գառուցված պետք է դա գազագերբացություն պետք ունի ստա։ Եվ խնդիրը գազագերբացության ձևերը համայնքի մեծամասնության բացատրելու եւ ընկալել դարձնելու մեջ է, որովհետեւ վարժվին աշխատիլ հավաքական կյանքի մեջ։ Այդեք մայրը քիչ առաջ գմատնանշեր կոյտենական սպիրկի կոյտենական հարցի մասին, այդ կոյտենական հարցը սպիրկ 2.0-ին, այսինքն 20-րդ դարի սպիրկին համար բանացեված էր։ Այն որ ի վերջո սպիրկը անգարելի է որ իր կոյությունը շարունակի, գծուլվի, կվերջանա, եթե այլանդարձություն չլա։ Վերջ եկավ սպիրկագիտությունը 70-ական թվականներուն ասելու համար, որ նայեցեք սպիրկը այո յուրահատուկ է որպես ցեղասպանության հաջորդած հայության աշխարհացրվում, դեղանություն եւ այլն յուրահատուկ է հետ խորհրդային, բայց հայության համաշխարհային ներկայացումը թարերու պատմություն ունի։ Հետևաբար պետք է նույնիսկ խոսույթը պետք է նորոգենք եւ օրինակի համար սպիրկի մասին մտածենք, սպիրկ 2.1-ին մասին մտածենք, որպես քոյավիճակ, համաշխարհային ներկայության քոյավիճակ, որուն հարցը լինելությունն է։ Լինելություն եւ լինելությունը գրկնություն չէ, լինելությունը փոփոխություն է եւ այդ փոփոխությունը ընկալելու եւ օրագարկի թարգմանելու ուրեմն մարդահարավերն է որ տրված է եւ մտավորականության եւ գառույցներուն արժեվ։ Հիմա շատ կխոսվի համայնքի մասին, բայց հետեւյալը եղած է, երբ կսենք թե ինչու սպիրկ հասկացողությունը շատ վերացական օդի մեջ մնացած եւ ինչպես անցյալին այսօր ինչպես անցյալին ընկալելի էր, այսօր այդպես ընկալելի չէ սպիրկը, ընդհանրապես շփոթեցին։ Իրականությունը այն է, որ անկախությունն հետո եւ ես չեմ այբաներ, որ մանավանդ 88-ին մինչեւ 94-95 այդ դժվար դարիներուն, պատերազմի դարիներուն, երկրաշարժի դարիներուն, ուրեմն ամեն համայնք զորաշարժի ենթարկվեցավ Հայաստանին օգնելու համար։ Ադիգա մեգա հարցականի դակ չտներ, ոչ հարցականի դակ կտնի Արցախին բերված ուրեմն օժանդակությունը։ Բայց ադոր հետևանքը կամ ադոր արդյունքով ինչ տեսանք։ Տեսանք համայնքներ, որոնք իրենց գործունեությունը շարունակեցին իրենց նայելով, այսինքն իրենց բորդին նայելով, եւ երբ գլուխնին վերցուցին միան տեսան կամ մտածեցին, թե ինչպես Հայաստանին պիտի օգնեն։ Սին հորիզոնական այդ հայացքը, որ գար անցյալի սպիրկյան ընկալումին մեջ գործվեցավ, ամեն ինչ կետրոնացավ դեպի Հայաստան, նույնիսկ երբ հարցը կվերապերեր համասպիրկյան հավաքներու, ժողովներու Հայաստան պիտի կետրոնանար։ Ասե խնդիրը, հոսե որ սպիրկը անհրաժեշտ է, որ դարբերե ինքզինքը օրագարկեմը, որում մասին պետք է մտածել, գրնա մտածել, որ եւ բամը չի գրած, բամը չի գրնաներ, խոսքս Հայաստանյան
քաղաքական օրակարգն է սպյուրքը պամուջի գնալու։ Բայց ընկեր Խաչի, օրինակ հետ անկախության տարիներին կամ նոր անկախության շրջանում, եթե ասենք, Սփյուռքին շատ կարևոր դերակատարություն տրվեց եւ նույն օրինակ ցեղասպանության ճանաչման եւ Արցախի ճանաչման հարցում բոլոր ժամանակների կառավարությունները, վերջինը չասեմ, բայց առնվազն գոնե 98 այդ թվականներին դրանից հետո էլ կարևորվում էր Սփյուռքի դերակատարությունը Արցախի միջազգային ճանաչման գործում։ Հիմա օրինակ Գգեցնեմ ընկերուից էզի հրեդորությունը գար եւ Պարքասու այնքան պատկերացումներ հրամցուցին մեզի, որ մենք ալ Սփյուռքի մեջ մենք ասածս գարեցինք իսկապես է Ադրբեջանը քարյուղ ունի, Արցախը եւ Հայաստանը Սփյուռք ունին։ Արաբերեն գսեմ մարհաբա վերջը ինչ հասկացանք ալով բայց բավական աշխատանք տարվեց լոբիստական առնվազն գոնե։ Լավ, լոբիստական աշխատանք։ Մեզի գսեին որ իր բաժինը հրավ, բայց մեզի օրգանական բանջարը ստվեցավ որ թիմեցեք աշխատեցեք Արցախի անկախության համար, գլխու վրա շատ բարի։ Կացինք Արցախի անկախության համար աշխատելու։ Զարգինք թռները ուրեմն դարբեր արտաքին գործոս նախարարություններու քաղաքական անձնավորություններ եւ ասենք որ կխնդրենք որ Արցախի անկախությունը ճանաչեք։ Մարտոց առաջին հարցումը ինչ էր։ Ինչ էր։ Հայաստանը ջանցած է Արցախի անկախությունը։ Ոչ չէ ջանցած, որովհետեւ եթե Հայաստանը ջանչնա բادرավը հայդարարվի եւ այլն այդ բոլորը որ գտնեին։ Մեկ հատ մեր երեսին գնային եւ այդ հայացքի մեջ թումբի դեսեիր որ գամ ինձի չեմ գիտեր ինչի դեր գտնես կամ Թունոսած չես գիտեր։ Բայց նույն հաջողությամբ այսօր լոբիստական աշխատանքը պիտի ուրեմն բանին Սփյուռքին բաններ ինչ կսեն հատկանշեր որպես ներդրում այդ բոլորին։ Մասսերով չեմ ասել որ Սփյուռքյան ներդրումը կարևոր չեղավ Արցախյան հիմնախնդրին համար։ Կարևոր շատ քայլեր եղան, բայց նաև պիտի հասկանանք որ անկախությունեն հետո նույնիսկ հայեցագարկ չէ ստեղծված Հայաստանը Սփյուռք համագործակցության որոշելու համար որ ինչին շուրջ կհամաձայնենք, ինչին շուրջ կհամաձայնենք չհամաձայնել։ Եվ այդ հայեցագարկը ինչպես կկործատրենք, այդ մեկը չէ ստեղծված։ Գախում ունեցած է օրվա քաղաքականությունեն, օրվա նախագահային, օրվա արտաքին գործոս նախարարեն համագործակցություն եղած է եւ հիմնականի մեջ այդ համագործակցությունը եղած է շատ ad hoc պայմաններով բերումով, այսինքն հայեցագարկ չէ ստեղծված, այնպես ինչպես հագարակ 98-ին հետո տևի Սփյուռք առնված կարևոր քայլերուն քաղաքացիական օրենքն է, Սփյուռքի նախարարությունն է, ուրեմն 100-րդ տարելիցի պատրաստությունն է, երբեք քաղաքական գամք չդրսևորվեցավ Հայաստանի pedagogan համագարկին եւ մասնավորապես օրենսդիր իշխանության մեջ համայնքներու ներկայությունը ստեղծելու ինչ որ կնշանակեր ցայնով եւ քվեով դեր տալ Սփյուռքի մասնակցության նույնիսկ համահայկական խորհուրդը չստեղծվեցավ բաժարները ինչ կուզեն թողնան իրողություն այն է որ չստեղծվեցավ եւ անոր հետևանքով այդ հրճակակիրը որ համահայկական հավանաբար պատմական միակ փաստաթուղթներ որ համահայկական բառը կարելի է տնել վրան առանց ինքնախապեյության մնաց փաստաթուղթ կորձնական օրագարկի չվերածվեցավ եւ նայեցեք ադիգա հադուցումը անպայմանորեն ամիջապես ինչպես այսօրվա իշխանությունները գսեն հողային բանջարությունը չէր շատ ավելի ընդարձակ ճանապարհային քարտեզ մգար թրված էր բայց քաղաքական գամք չկար այդ քայլը առնելու եւ չկար այն միջոցը համահայկական խորհուրդը հոնուր համահայկական հարցերը պետք է քննարկվեին pedagogan եւ ոչ pedagogan դրամապանություններուն որ նման օրագարկ բերեր հիմա այս բոլոր փորձառությունները անցած են Սփյուռքի աբրածին հետո այսօր երբ կուքանք անհրաժեշտ կգտնենք կարծեմ մայրսա վիկենը ուրիշ ձևով դրավարծը ինքնագազմագերբումը Սփյուռքի օրագարկ տնելը առանց պայմանավորելու անպայմանորեն համահայկականով առանց պայմանավորելու Հայաստանով բայց միևնույն ժամանակ առանց անչադելու առանց ասելու որ Սփյուռքը ինքնանպատակ է բայց եթե այս մեկը չնենք մյուսը պիտի մնա
հրեդորապանություն։ Այնպես ինչպես որ մնաց այս բոլոր դարիներու ընթացքին եւ բادگերավորումներ իրար հետ մրցակցության ելան Սփյուռքը եւ Սփյուռք Հայաստան համագործակցությունը ներկայացնելու համար ձով է չեմ գիտեր ինչ է ասե անի այդ բոլորը շատ լավ բայց ինչ կա Լավ, ընկեր Խաչիկ, բայց տեսեք, օրինակ, մինչ այսպես ասած անկախացում, այսինքն խորհրդային տարիներին Սփյուռքի պատկերը բացարձակ տարբեր էր եւ նույն ցեղասպանության հարցը ձևով միայն գրեթե կրնայինք ասել Սփյուռքի օրակարգ էր։ Ուղղակի Սփյուռքի օրակարգ էր եւ բավական հաջողության հասավ այդ օրակարգի մեջ։ Հաջողության հասավ ոչինչ են ցեղասպանության հարցը միջազգային օրակարգի վրա դրավ։ Այո, այսինքն ոչ pedagogan ամբողջ աշխարհասփյուռ հայությունը որ ոչ մեկ առանց ոչ մեկ պետության Այսինքն Սփյուռքին ոչ ոք չխանգարեց, նույն Հայաստանը կամ խորհրդային Հայաստանը Սփյուռքին չխանգարեց։ Հիմա դե հիմա այո, կհասկանամ ինչ նկատի, բայց կուզեմ ասել խանգարելով հանդերձ չխանգարեց, որովհետեւ իր օրակարգը անկախ պահեր եւ իր օրակարգով շարժվեր։ Վերջացնեմ, էլի, վերջացնեմ։ Չխանգարեց 1965-ին վերջ, երբ որ Հայաստանը ինքն էլ այդ օրակարգին վրա եկավ։ Վիկեն նաև չխանգարել Առաջ ֆիզիկարից խանգարել։ 1985-ին խորհրդային միջան ներկայացուցիչը մարդկային իրավանց ենթախմբի մեջ թեմ կվայարգեց պանիկը ուրեմն Ինգերներ ճիշտ հասկանալու համար չխանգարել նկատի ունիմ ինչ էլ որ երեց չխանգարեց որ Սփյուռքը շարժվեր առաջ այդ կոնտեքստի մեջ նկատի ունիմ Գենսած նկատողությունը ճիշտ է 65-ին յետքի խնդիրը մգա Այո համաձայն Անգեր Խաչիկին հարցր եկել Ետ վերադառնալու համար, որտեղ հիմա գտանք 27-ը գոմ ջղավորվեց։ Բայց ընկեր մհեր, կներեք էլի, ուղղակի հարցս կուզեմ կապել Արցախին, այսինքն հիմա ներկա պարագայում Արցախը ներկայիս իշխանությունը Հայաստանի ճանաչեց որպես Ադրբեջանի մաս։ Հիմա Սփյուռքը Արցախի հարցում ձեռքերը ծալած պիտի նստի, այսինքն գնա, ինչպես որ ասեցիք, որ կերտայինք, մեզի գսեին Արցախը ճանաչել է Հայաստանը, հիմա էլ որ գնանք այդ հարցով, այդ օրակարգով, եթե Սփյուռքը իր կարելին ուզենա ներդնելու եւ իրեն հարցնեն օրինակ, քու պետությունը Արցախը հայկական կճանչնա թե ադրբեջանական, ասա մեզի որպես Սփյուռք պիտի կոմպլեքսավորե, պիտի չթողնե տեղաշարժվելու կամ օրակարգ դարձնելու։ Ոչ Նայեցեք ընկերուի առանց բացարձակ բարձրացումի երթալու բادرազմին հետո Արցախը միջազգային օրակարգի վերածվեցավ օգոստոս 2023-ին եւ որ միջազգային իրավագետ Լուիս Մորենո Օկամպոն իր ուրեմն նշանավոր բանը ներկայացուց որ ուշադիր եղեք Արցախ այն ժամանակ շրջափակումի մեջ գտնվող Արցախի մեջ ցեղասպանության վտանգ կա։ Այդ աշխատանքը Սփյուռքեն դարվեցավ։ Երբ կսեմ Արցախի հարցը առաջին անգամ լավ միջազգային օրակարգի վրա դրվեցավ, կնշանակե որ մագի ուրեմն անվտանգության խորհրդի մեջ դրվեցավ, որ Հայաստանի արտաքին գործոստ նախարարը գնաց, խոսվեցավ Միացյալ Նահանգներու ձեռագույտի մեջ այս աշխատանքը Սփյուռքեն եղավ եւ մինչեւ այսօր այս աշխատանքը գդարվի արդյունքը չեղավ այնինչ որ կգարձեինք որ պիտի լա կամ գուսայինք որ գլա մեկում բայց Լուիս Մորենո Օկամպոն Սփյուռքի ճանկերով այդ մեգը ըրավի ոչ ալ ինքն իրեն գլուխեն ըրավ այդ բամասիկա շատ հստակ է բայց այդտեղը չկա Հայաստանին Սփյուռքը ձևով նաև թելադրող էր եւ մասնակից էր գսենք որ մասնակից չէ ձևով հայկական քաղաքական կյանքին բայց ես կուզեմ ասեմ որ ինքն իր արդեն այդ ճամփով մասնակից էր այո ընկեր մհեր խնդրեմ Այսինքն ինչ որ կհասկանամ Խաչիկեն ասե թե սխալ հասկացա ես կհասկանամ եւ ոչ թե միան հասկացողությունը նաեւ շատ բաներ կա որ կբաժնեմ այդ եթե իր դակնաբը որ ասենք բանը չունեցած ոդկասթը խոսած ենք ալ իրար այդ Սփյուռքի վրա զարության գետրոնը բերելու Սփյուռք ես գիտեմ ուր գեկուկա եւ հստակ է ադիգա ինքն շատ հստակ է ո բարձեց հիմա ինքը գործած է պայմանավորել բարը որ Սփյուռքը չպայմանավորել անպայմանորեն Հայաստանով Ոսե բանալի բարը ես փոխհաստեցությունս ի որ գմնամ մոդեցմանս վրա որտեղ նժարին երկու կողմ են բայց նժարը ուր պիտի գշրե միշտ ադի է խնդիրը
բնականաբար երբ որ Արցախ ունիս կամ չգիտեմ բաբակային ասված չնա ուրիշ բան լա եւ ի վերջո հիմա գիտեք խոսույթի մեջ կա նաեւ որ ասա հայրենիք է դուք սպիրկ եք գազից թե մեկը խոր զավակն է մյուսը դունը բաղված հարազատ զավակն է չէ երկու գդորներ են փազերի որ եթե իրար չամփոխջացնեն մենք դեղ չենք հասնել իմ մոդեցումս ասա ասին նժարին երկու կողմնա պետք է նայել բայց հրամայակամը որ ասի 30 տարվա գդրվածքով որ գնայինք եւ ամեն ինչ մանավանդ այն օրերում որ Արցախ Հայաստանի եւ Արցախի անկախությունները եղան ժողովուրդը խանտավառվեցավ դրանից նույնիսկ ռոմանտիկ խանտավառություն մներ ամեն մարդ սկացականորեն Հայաստան Արցախ Արցախի բաժին արտարացված է դուրսերիկ չունի բայց վերջը մեջտեղ էլա որ ծորենին հետ որոմա գցան մի ոչ թե մեր կողմ է որ ինչ որ դեղ եւ այսօր ժամանակն է ծորենը որում են նախ զանազանելու երկրորդ երկխոսությունը որ գա Հայաստանի եւ Սպիրկի միջեւ կամ երկխոսությունները եթե Սպիրկը իր բազմագիտ դեմքով դիտենք պետք է խուլերու խոսակցում ամեն մարդ իր դե գիտեք ամեն անգամ process-ը որ ապրեցանք ամեն անգամ բաժարապանություն մգար քաղաքացիություն ինչու բիդանք եթե ասան գլա տեխնիկալիտիներով բաներ վերջը հրելով հրմշտելով եւ գրնամսերի բադիվ տաշնակշան հաջողեցավ արիգա 30 գետով որովհետեւ սպիրկեն մասնակցություն չլա քաղաքական գործընթացի ես համաձայն եմ անոր որ գա օրինակ Համաձայն եմ սածիդ որ բայց Սփյուռքը ինչպես դուք կսեք ընկեր չպայմանավորեց ամեն ինչ Հայաստանով եւ պետք չէ պայմանավորել ինքը շարժեցավ չէ առաջնույն Արցախի հարցում Արցախի հարց Այսինքն չսպասեց Հայաստանի Չսպասեց որ ներկայացրահանքի Հայաստանը Ոչ, բայց նայեցեք, եւ որ Արցախի Հայաստանի անկախության օրագարկերը գային, մեկը այդ օրերուն Սպիրկի օրագարկի մասին չէր մտածեր, բոլորը հոնեին, մինչեւ որ 90-ական թվականներու վերջավորության հանգարտ ցայներ մեջտեղ ելան վայոշական օրնեկը համար, ըսելու համար որ շատ մի աջաբարեք մորնալու, որը Սպիրկ մը գա հոստեղը։ Եվ դրավ շատ կոնկրետ բաներ օրագարկի վրա հարցեր խոսեցավ արևմտահայերենի մասին խոսեցավ արևմտահայ մտածողության լեզվա մտածողության խոսեցավ դասական ուղղակցության մասին ոչ միայն օտվածներ գրեց 99-ի առաջին Հայաստան Սպիրկ խորհրդաժողովին այդ հարցերը ասավ դրավ այդ հարցերը դրավ խոսեցավ ուրեմն ցայներ գային ասելու համար որ ուշադիր եղեք փամը գմորցվի որ հոստեղը Այդ մեկը լուրջի չառնվեցավ։ Գարձեմ որ սկաստության այսպես բաները կնտասեղային բաներ որ ստացանք առաջինը հայտրական բաններ հաշտության պրոտոկոլներով ալնությունը Չէ, պրոտոկոլեն առաջ տարկը որ ասենք ինչ տեղի ունենա որ չէ ինչը սել է Հայաստան, Թուրքիա, առանց պայմանի, չէ, հետո եկան պրոտոկոլները Սպիրկը ուրեմն հագաստեց եւ փաստեց, որ իր գշիրը ունի։ Հիմա ես չեմ ասել որ Սպիրկը հրավ ինչ որ պետք է, բայց ոչը Սպիրկեն ելավ պրոտոկոլներուն։ Ոչը Սպիրկեն ելավ, Սպիրկը ոտքի ելավ պրոտոկոլներուն ժամանակ։ Հիմա հասկացողության պետք է բոլորը պետք չէ մեկնաբանվի որ թե մենք Թուրքիայի հետ հարաբերություններում չկա ծայրահեղություններում պետք չէ դարվի այս բոլորը բայց այդ մեկը եւ ատկեց հետո հաջորդ 5 տարիներուն 10-ին մինչեւ 15 100-րդ տարելիցի պատրաստությունը մեծ խանդավառություն մտավ որ հետևանք չունեցավ գարձես ադովար կոծվեցավ ինքնադպատակ եղավ հրճակակերը գարտացինք եւ վերջացավ Այդքից հետո փամը չի շարժվեցավ։ Նույնիսկ իշխանապահության են առաջ։ Նորեն մայրեն ասածին որ ամեն բաժարները գրնանք տնել։ Ասիգա, Երանիգա, երբադերազմ եղավ չեմ։ Ատոր, բայց փամը չի շարժեցավ ոնեն։ Ուրեմն Սպիրկը ինքնին մասին նորեն չի մտածեց։ Նորեն չի մտածեց։ Եթե նայենք, բայց նորեն Ես կարծեմ ռեզ ջուլը հարցան, հիմա հայրեն պարա ասպարյանին խուսապի գորում տեսենք մնացորդային։ Քանի որ ամբողջ ոչ թե սերունդ է տասարակվեցավ հայացները ուղղած դեպի հայրենիք։ 3 սերունդ։ Եվ ասվեցավ, որ վերջի վերջո բանը, այսպես ասած, ավետյաց երգիրն է փու ավարտը դսպիր։ Պիտի երտաս, պիտի մնաս, դիպանան
բարձ օրինակնորեն շատ լավ գիշեն բոլորս երեքս կոնելի բանահային բացարձակ բան կար որ պատերազմի ժամանակ մարդ պիտի չարդա գախտե դուրս նախ պատերազմին բատնեշի վրա մնալու համար այն իմաստով որ հայրենամերձ գաղութները պիտի չբարբերվին պիտի մնան հզոր հավասիկ այդ որ յետև գնային մեր տասյարակությունը այդ էր վերջի վերջո մեր բոլորին դեղը պիտի բացվեին վերջի վերջո այդ դռները եւ պիտի երթայինք Հայաստան դեր այնադեն արևմտյան Հայաստանն ալ մեջներ հիմա այսօր երբ որ սպիրկի տերգը մտածենք նշած ճիշտ են գերի որ հայտարարի իմաստով այդ ոլորտը կոնե հակեցված է սպիրկի տեր բայց միան ադե եւ մեզի անգլերենով որ ասեմ pigeon holding-ը որ ազեն արդյոք միան հայտարարել անշուշտ միայն այդ չէ օրգանիկ կաբի մասին խոսա որուն օրինակները քիչ առաջ կապարը սավ խաչիգը օրինակները կան այսինքն նվազագույն մինչև քաղաքացիության խնդրին ասան արդեն 7 հոգի անկից տրինք հետո գար նաև կաղապար որ հայկական այսօրվա ասկային ժողովի մեջ սպիրկը ներկայացված է առնվազն սկսելու այո իտալացիները ունին հույները ունին վստահ ուրիշ ասկեր ունին Ֆրանսան ունի ինչ կարգիլ է որ տուն հոն կուցայնը pedagogan մագարտակով լսելի դարձնես դերերու աս բանը ինչ ասեմ բանի մեջ բզդիկ օղագի մեջ տնել սպիրտ տուն տրամղրգե սպիրտ տունկու գամավորական աշխատանքը դրե հետո եկուր туриզմը դրե եւ այլն ասոնք լուրջ հարցեր են որ մենք պետք է բոլորս մեկ հոսե որ ինձ համար համահայկական քննարկումը այսինքն գտնանք ասել որ չուզվեց որ սփյուռքը լինի քաղաքական այլ սփյուռքը մնա մշակութային բարեգործական այո եւ ինչու չուզեցին եթե սփյուռքը իր համար իր մեզի գսե ինչ է ասի բեդություն է Թուրքիայի դիտ հարապերինք ծեր կիտալիկը չէ դիգա դուք սփյուռք եք ճիշտ է որ մենք մեր ոչ pedagogan ինչպես նշվեցավ ոչ pedagogan մեր շատ կամավորական շատ նվիրված մեր մեքենայով ստեղծեցինք ան ինչ որ ունենք այսօր դա ջագդի կրդինկով եւ նվիրվածությամբ եղած ինչ որ եղած է եւ շատ մպարերարներու ասենք արադասերն ժողովրդին լումաներով եղած այո իսկ Հայաստան բոլորով ուրիշ դրամապանություն չխոսենք դեր սովետական ռեզիջուալի մասին մնացորդային վիճակի մասին բայց հստակեցվեցավ մեզ մենք պետություն ենք դուք մեզի միան այսպես կոչված auxiliary օժանդակային տերմը դրվեցավ եւ այդ տերի վերաբանը մենք պետք է ունենք սպիրկը պետք է մեկ բան նախ մենք մեզ հզորացնենք հետո Հայաստան մենք հոսենք մեզի իսվեցավ որ դուք Հայաստանի բարիսպն եք սկացինք չսկացինք չեմ գիտեր բայց Արցախը ադեն կոնե նվազագույն բանը գրծանք կնեն եթե բարիսպ եմ բայց նաեւ տարբասան ինձի գբատկանի կնշանակե որ ես հոդ ելումուտ բիդունանամ ոչ թե իբրև խորցավագի բայց այդ վերադառնամ ին անգեդին որ սպիրկը այսօր ինքսինք վերստեղծել գսեք վերահորինել գսեք իր տերը վերա մտածել կամ վերապնուտակրելու իրավիճակին արժե պետք է նոր սերունդ կա նոր իրավիճակ կա 21-րդ դար ասվեցավ ինչ գիտեմ սերունդ կա որուն հետ որոնց մեջ շատերը հայախոս չեն նույնիսկ բայց հոգին եւ ոգին հոն է աս մարտիկը մենք ինչպես պիտի գնանք լզել այս կարգին որ կգոչվի եւ սպիրկ եւ Հայաստան կամ ընդհանուր առմամբ հայություն բայց նախ դու քեզ ինչպես կսեն եթե չփուժես շագերդավոր ոչ շագերդավորա չէ հիմա ճիշտ հոդ է որ մոդելսման դարբերությունը կա կետրոնացկի եւ աբագետրոնական խնդիրի աբագետրոնը դարձել է գերով ես կհավատամ որ ամեն մեկ հատվածը ինքը նախ իր խնդիրները պետք է լուծի որովհետեւ գտնա ընդհանուրին օգնել բայց ներողություն Վիկեն եւ որտուն գզես հատված ոչ թե սպիրկելով ամեն մեկ համայնք այլ լավ բայց ադիգա գվերածվի համայնքը ինքն իր վրա ամփոփելու չէ ամփոփելու խնդիր չէ նախ կսկսի ինքնին առողջացնելով եթե դժվարություններ ունի միշտ դժվարություններ պիտի ունենան համայնքները չէ միշտ խնդիրներ պիտի ունենան միշտ բայց համայնքներին դգար վիճակով ինչպես համայնքներուն գաբը որ մեկն է ուր դուք ներողություն Քեբեկի մեջ գա համայնքային բամ էսպասը միջոցը որ բոլոր գազագերությունները կողքովի կան ստեղծված են ժամանակավոր բաներ ժամանակավոր չէ եղած ասենք կա Ֆրանսիայի մեջ կա Արժանտինի մեջ կա եթե չեմ սխալիր Կալիֆոռնիա մեջ կա երբ այս մարմինները իրարու հետ կապը ստեղծած են Մոնտրեալի մինչև Արժանտին դպրոցներ կան հայկական երբ այդ հայկական դպրոցները կողքովի եկած են ասելու համար որ ինչ կնենք կոր ինչպես կնանք համագործակցել մենք
Բոլորը մտածած ենք, որ եթե դարեգան Հայաստանի բաներու գիտության լուսավորության չեմ գիտեր ինչի նախարարությունները բաներու ուսուցիչներու պատրաստության ծրագիրներ տնի բոլորը սպյուրքեն հոն երթան, քանի մշաբաթ զարգացոր մնան, ալով հարցերը գրուծվին, բայց այդպես չէ։ Եվ կամ տասակիր Կամ տասակիրգեր դրվին, կամ ուսուցիչներ կան այսեն, եւ այդպես չէ։ Եվ այդպես Լավ, չէ։ եթե ինգերներ վերադառնանք զուտ Սփյուռք։ Սփյուռքն իր մարտահրավերներով, իր խնդիրներով, իր նշեցինք, որ հրատապային եւ անհրաժեշտ է դարձել Սփյուռքի վերակազմակերպումը։ Այսինքն ուր կտեսնի կոնկրետ այդ վերակազմակերպման հարցերը եւ ով պիտի վերակազմակերպի, խնդրեմ ինգեր Խաչիկ։ Հիմնականորեն ես ասի, որ ասոն նախաձեռնությունը պետք է կա առաջին հերթին համասպյուրքյան գարույց եւ զորաշարժի կարողություն ունեցող գազམ་ագերբություններու կողմէ։ Ինչի գալիս ուրեմն։ Չեմ գիտեր այդ գազམ་ագերբություններուն ղեկավարություններուն հարցրեք։ Ես այդ Հարցում ղեկավարությունները պիտի ուղարկենք։ իրենց պիտի հարցնեք այդ մեկը։ Թե ինչպես տեղի ունենա, պետք է մտածվի այդ մասին, կգարձեմ ես հետեւյալը շատ ենթագայական մոդեցում մնե ասիգա համայնքի մեջ համայնքային ներկայացության կամ համայնքային ֆորումի միջոցներ պետք է ստեղծվին բոլոր գազམ་ագերբությունները կողմի բերեն եւ եթե գլխավոր գազམ་ագերբությունները այդ նախաձեռնությունը առնեն եւ դեղ փանամիսներուն կգարձեն որ գուքան կոնե փորձը ցույց տված է որ գուքան ապա այդ գազམ་ագերբությունները այդ համայնքային գազམ་ագերբությունները կողմի պետք է կան մասնավորապես այս արևմտյան ուրեմն գիսակունտի մեջ ուր այսօր ամբողջ բանը կարողականությունը սկա կարողականությունը ստեղծված է եւ գա 4-րդ մինչեւ իսկ 5-րդ սերունդը Արժանտինի բարակային որոնք կան մայրին ասածին պես այն հայերը չեն որ մենք ջանցած ենք որպես ուրիշ ցևով իրենց հայությունը բայց չեն ուրանալ իրենց հայ հասկանամ բայց չեն ուրանալ իրենց հայությունը մենակ գավը պետք է ստեղծվի կամ պետք չէ ստեղծվի նայեցեք չեմ ուզեր մայրը գիտե ասիգա ժամանակին կոնե Արժանտինի մեջ մենք նախաձեռնությունը գարնեինք բոլոր գազམ་ագերբություններու մասնակցությամբ հարավային ամերիկյան մասշտաբով դարին կամ 2 դարին անգամ գազམ་ագերբելու հավաքներ Կապարի եկած էր 2004-ին եւ որ Լիբանանի մեջ ուրեմն բյուրոյի նախաձեռնությամբ բոլոր կապարագից գազམ་ագերբություններու առաջին համաժողովը եղավ եւ դուրսեն իրեր գբերեինք ընկեր Մուրադ Պապազյանը Ֆրանսիային հրավիրեցինք այդ համայնքային գազམ་ագերբության հարցով ընկեր Մերին հրավիրեցինք գրթական հարցով Ինչ տվեց ստեղծվեցավ համայնքային միջոցը որ ունի այսօր իր դժվարությունը կգոչվի Յարա իր լյադինադար ուրեմն դարերով որ իր բաց թողումներ ունի, իր սխալներ ունի, իր գաղացումներ ունի, բայց այդ միջոցը ստեղծված է եւ այլևս գախում ունի գազམ་ագերբություններն այդ միջոցին գենթանություն գուտան, թե կվերածեն ուրեմն ոչինչի ծառայող բանիմը, սկզբնադարերումը, բայց ստեղծված է ուրեմն պետք է ունենալ պետք է դեսնականով ղեկավարություններ եթե ըլլան այդ միջոցներուն կարևորությունը գտան, այդ միջոցները իրոք գավի մեջ դնելու կստեղծեն, դարբեր մարզերու մեջ, պետք չունենք բոլորս համաձայնը լալու, որ Հայաստանի մեջ ով իրավունք ունի, ով իրավունք չունի, կամ չեմ գիտեն, բայց գնանք համաձայն լալ, որ օրինակի համար հայեցվանության տասակիրքերը սպյուրքի մեջ տպվին, կամ սպյուրքի պատմությունը ներառվի հայեցվանության Կամ համաձայնել մեկ տասակիրքի շուրջ։ Քանի մը գեդեր որոնց հետ գնանք այո, սեն մյուսներն ոչ թողնա։ Գերվիգեն, խոսեմ խոսեք անդրադառնակ օրինակ Սփյուռքի տեսլականը։ Ըստ ձեզ ինչպես Չէ, հիմա ես հազին վրա շարունակեմ առաջ, որովհետև երբ որ այդ շարժումները գլան սովորաբար հիմա փորձառությամբ գիտեմ որ ինչ որ տեսած եմ մինչև հիմա 40-50 տարվա մեջ ֆորումներ ստեղծելու, բաներ ստեղծելու, դարբեր գազམ-ագերբություն մեկ Ես գնայեմ ադոր, որ օրգանական բանի մեջ պես կպարծանա, ասենք համայնքները կան, վրան մեկ խավ մգա շրջանային մագարտայի բաներ կան, երտային պարծան, բայց ինչ որ բաքսած է մինչև հիմա, հստակությունն է, թե ադոնք ինչ ընելու պիտի հավաքվին։ Այսին, հիմա ասենք ամենը ստորի մագարտայի վրա, հոնուր որ ասենք անհատ հայը գահարապերի իր համայնքին հետ, հայության հետ հարապերելու առաջին հասցեն որ ունի,
իր ապրած դեղին մասին է խոսքը։ Այդ մագարտայի վրա գնա շատ բաներու մասին խոսի, շատ նախաձեռնություն ելալ այդ մագարտայի վրա։ Բայց երբ որ ավելի վեր պիտի ելես, պետք է սկիզբեն հստակելա, որ ինչ բնույթի աշխատանքն է, որ պիտի վերի մագարտային երթա եւ անոնք ստանցնեն դա պատասխանատվություն, որովհետեւ իմաստ ունենա այդ հիմա տասակիրքերու մասին բաներ իր։ Օրինակ եթե պիտի տասակիրքերու մասին համաձայնեցվի, ճիշտ դերն է, ինչքան հնարավոր է շատ լայն բացի օղակը, որ քանի հոգի պիտի մասնակցին, որ մեկ բոլոր շրջանները, որովհետեւ այդ խնդիրը, որ բզդիկ շրջաններում, բզդիկ համայնքներում մագարտային ավելի դժվար է լուծելի, թյուրին են լուծել, բայց պետք է հստակ թվարկվին խնդիրները։ Այդ հստակության բաղացնը մեզի խանգարի։ Like աբագետրոն գարիցները, որ ադոր պետք է երթանք, որպեսզի գնանք աշխատող բան ունենալ, մեկ զվիցերեն եթե նկատի առնեմ, ինչքան բարձրանա շենքին վրա մագարտակը միջազգային գետրոն, հստակ թվարկված է թե ինչ պիտի ինե։ Բացառության բերություն է, սպիրկը բերություն։ Գարույց է, ես գարույց կանեմ, բերությունն է գարույց է, ամեն ինչն է գարույց է։ Գարույցային խնդիրներ են ասենք։ Եվ լիազորությունները, իրավունքները, պատասխանատվությունը, բարդականությունները հստակ կլինեն։ Անորոշ բաներ չեն գտնվել։ Անորոշը գմնա միայն վարի մագարտային, որ եւ մասամբ նորին ինչպես կսենք մենք։ Իսկ կրապային եկած բաներ։ Բայց երբ որ վեր գելես, պետք է հստակ լինի ինչ պիտի։ Եթե հստակ եղավ, գաշխատի այդ մեքենան։ Եթե անորոշ բան գմնա, երթանք անորոշ բաժակաճարով գերշանանք նույն երթանք, ինչպես որ Հայաստան սպիրտ հավաքները եղան։ Շատ գեղեցիկ էին։ Ռուսահոգի Վասկեն Սարգսյանը գիշեմ գերկեր, բայց պամուչի դեպի մասնավոր։ Օրինակ համար եթե Հայաստանի եւ Սպիրկի միջև գործակցության պիտի երթանք մեկ մագարտայի հետ, ինչ հարց կգնանք դեղ մտնել, որ անի մինագի չի գնալ, անի մինագի չի գնալ։ Օրինակ ինչ պիտի դանք անելիք գործած մագարտային։ Ադիգա է։ Ճանաս հիմա ես չեմ ուզել անդրադառնալ, իսկապես չեմ ուզել մտածենք, որ ինչ պիտի դանք Հայաստանին կամ Հայաստանում մեզ ինչ պիտի։ Շատ օրինակ եմ արընկերուի։ Այսօր մասնավորապես պատերազմեն եւ Արցախի հայատապումեն հետո Սպիրկի համար ժխտողականությունը սպառնալիք է թե սպառնալիք չէ։ Չեն գնալ բոլոր գազམ་ագերությունները կողքովիկալ եւ ասել, որ վաղը եթե ադրբեջանական, թուրք-ադրբեջանական, թիվանակիդական հարցագողականը այնքան լուրջ կերպով առաջ դարվի, որ ցերկ բերված նվաճումները նույնիսկ դեղի դան, ինչպես որ եղավ, քայլը յեդեր չէ, Թրամփին կողմէ չսել ցեղասպանությունը, քայլը յեդեր։ Հիմա ասոնք սպիրկի համար հարց են, թե հարց չեն, թե պիտի լա Փամը պիտի ասենք եւ պիտի անցնի։ Ես անձամբ որպես Արմինե կկարծեմ, որ հարց են, բայց հիմա Սպիրկի համար հարց է կամ ոչ, կուզեմ որ պատասխանեք Բայց դուք։ ճիշտ այս նման խնդիրներ են, որ Վիկյանին նսածին պես շատ կոնկրետ կերպով այդ համասպիրկյան գգրկնեմ, համասպիրկյան գարույց եւ զորաշարժի կարողականություն ունեցող գազམ་ագերության ղեկավարությունները կամ համայնքային միջոցները, ֆորումները, ներկայացությունները որքան պիտի տնեն քննարկելու համար։ Բայց ընկերներ, ներկա իշխանության, Հայաստանի ներկա իշխանության ուրացման քաղաքականությունը ցեղասպանության դեմ, որ որդեգրել է եւ առաջ կտանի, ես անձամբ նկատեցի բավական ճնշում Սփյուռքի կողմից եւ բավական մեծ արձագանք, որ ընդունելի չէ, մերժելի է։ Այսինքն Սփյուռքը որքան էլ իմ անձնական դիտարկումն է, որքան էլ իր մարտահրավերներով, իր դժվարություններով, նորից իր օրակարգի վրա, կոնկրետ պարագային ցեղասպանության օրակարգի վրա բռունցք ունեցավ, խոսեց, ասեց, գոնե առնվազն Ես այդպես եմ տեսնում։ Հիմա առնվազն գոնե այդպես տեսնում եմ, որ կարողացավ ասելու, որ ոչ իրապես ասեց, որ ոչ օրինակ հայտարարություններ ելան, մտավորականությունը խոսեց, այսինքն Սփյուռքի ձայնը ելավ մերժելու։ Լավ, չեն գնալ գազམ་ագերությունները կամ չեմ գիտեր ինչ կողքել եւ ասել, որ մեր համացանության մեկ կետը այն է, որ ցեղասպանության ուրացումը մերժելի է Սփյուռքին կողմից։ Կանադայի պարագայում ընկերներ եկան կամ ոչ, կուզենան։ Հիմա բարգազային չէ, որոշ չափով իդ առաջ պիտենեմ, քանի որ ասխոս Ալեքսանդր Դևոդյան փորձեի որ հիշել բաներ,
եւ փորձը գա, ասածիդ, վստահաբար նաեւ ցերկովն գա, որում շուրջ եկած են համացանության։ Այսինքն վերջը որ գտնես դուրս անիչ որ գետ որ համացան չես իրար հետ, բայց անիչ որ գեդեր կամ գետ մկոն է, բայց ասպարակային գեդեր են, որ շուրջ գնաս համացանին առանց երկու անգամ մտածելու։ Ով ուզե թողնա, որ մեկ գոմեն ուզե թողնա, աս թեմը, մյուս թեմը Էջմիածնական է, ոչ է Ռամգավար է, Հնչագյան է, Տաշտակսան, բոլորը մի կամ մի քանի գելի ժուշ համացանի։ Իսկ մանավանդ հիմա վարգազայինը հոս է, եթե մենք մեջտեղեն վերցնենք Հայաստանի այսօրվա կամ երեկվա կամ երբ ուզեկվա կամ նույնիսկ աբակային Հայաստանի օրագարկը վերցնենք մեջտեղեն։ Ես կգարձեմ, չնայած որ Սպյուրքի ամեն ինչը բարդ է, Սպյուրքի իրավիճակը ինքնին բարդ է եւ բարդուտավոր է։ Չկա գազམ་ագերբություն, չկա անհատ, որ պիտի մերժե, որ ասենք խդրողականություն ինչպես ասավ, ուրացման, այսպես ասած, դեմ բայկարելը բոլորս մենք կնանք գնել։ Չկա մարդ, որ պիտի ասե, որ եթե հանգարց Արցախին կամ Հայաստանին ինչ որ գոյութենական վտանգ սպառնա, ասե Հայաստանը դուրս պիտի դերենք օրագարկը ասելով ասեմ, որ գարավարական առումով ասեցի, Սպյուրքը մեկ մարդու նման ոտքի պիտի չգանգնի, բայց at մեկ մարդու նման ոտքի գանգնի նորեն մի կամ առաջին ասենք բաժնի մեջ որսի մենք հստակորեն գիծանք մեր չափը հիմա բրուսկ ասիր քիչ առաջ ընկերի բրուսկ եւ զարգացումները եւ հաջողությունները եւ նվաճումները հստակ են բայց դեռ մի եկավ որ օրինակ այսօր ես պետք է մտածեմ իբրև հայտարարի գամավորը որ ես հորս բադ մգա նոր բադ մգա այն ժամանակ ասենք լրության բադը գա կանտեցինք որոշ չափով ադիգա Հիմա երկրորդ բադի մարջերում որ ադգի ավելին չեմ գնար գորնե գծրվիմ որ գներեք իդ կամ այսպես ասած հասարակ հայտարարած գեդերում եթե հոտ տնենք ինչ ասեմ Հայաստանի հարց անեցինք լավ դրինք գոյութենական խնդիր եղբայր սա Արժանտինի Ուրուգվայի Կանադայի Մոնրեալի չեմ գիտեր ու դեր ամեն մեկը ինքիր հարցերը գոյութենական հարցը մեր ուր երտանք Եվ ամեն մարդ նստի քննարկի եդերն է մեկ հատ գդրած ջանպան, ամբողջ կահոտի պատմություն ամեն մեկին իր պատմություն բավականին լավ գիտե, եթե չի գիտեր պետք է ուսումնասիրի ադիգա, ուր հասած ինչ նվաճում հրազենք եւ ինչ բաց թողում ունի։ Նստինք նայենք քալի 10-20-30 տարվա վրա ուր գետանք որ հստակ են բաները կան, ուղենիշերը կան, նաեւ բաները կան, չափորոշիչները կան, որ մենք հոս կհբարդանանք, որ Մոնրեալ, հայախոս կահոտ ենք, ես ադոր իբրև ուսուցիչ կխոսում շատ ուրախ եմ, բայց շատ ալ վստահ չեմ, որ ադիգա գրնա երկարդեվել այս ընթացքով։ Ուրեմն նոր բաներ, պարամետր, նոր այսպես կոչված ինչ-եմ խաղի օրենքներ պետք է տնենք մենք մեր արջև։ Նոր մարդահարավերներ կան, որ անդեսանելի են շատերում, պետք է մենք բերենք ուրվակցենք կամ ուսումնասիրենք, եթե չենք տեսնել։ Որովհետեւ այդ օրագարկերը որ տրվին, բոլորը մեկը համախմբվին եւ գսեն Վերջացեմ, եթե գգարձե որ ասինչ եկեղեցին կամ ասինչ կազմակերպություն ինքը մինակ իր հարցերը պիտի լուծե, աս մեր գոյութենական հարցերուն մասին են։ Հայկական թիմակից հայախոսությունը մեջ ներառենք, հանձնառություն, քաղաքական գշիր ունենալ դվյալ երկրի մեջ եւ այլն մի չի գնա։ Բայց երբ որ կովկովի կանք աս հարցերը գարձեմ մենք բոլորս կնանք համացանիլ ադոր շուրջ։ Հիմա ադգետ կնայենք այլևս համաշխարհային բնույթ կառնի այդ օրագարկը, չեմ գիտեր ինչ բնույթ կառնի կամ դեղական կմնա կամ շրջանային կմնա, դիգա ժամանակի անց, բայց դեղեմը պետք է սկսի։ Լավ ընկերներ, կանք մենք ընկեր Խաչիկ Արգենտինայի պարագան, մենք վերցնենք Կանադան։ Մեզ Կանադայի պարագայում ինչը կխանգարե քովի գալու, ձեր մոտ ինչը կխանգարե քովի գալու։ Մենք եկած ենք Կովկովի։ Դուք եկած ենք Կովկովի, այս օրերուն ինչ որ գխարկարի հավանաբար մեկ կայլ առաջ տալը կոնկրետ չեմ գնացել, որ ես անձնավես չեմ մասնակցիր, բայց այսպես կոչված բանի վերելքի դարիներն հետո ինչ որ լճացում մգա, շատ հավանաբար որովհետև դերևս նեղ հատվածական շահեր եծկելու դժվարությունը գա դագավին բայց կարույցը գա, այսինքն գպավե որ ոնդեղը կապարներ կան, անցեր կան եւ առաջ կերտան, առանց այդ կարույցին ավելի քեշ պիտի լա, այսինքն մեկ քայլ առաջ ըլլալը պիտի հասկանանք։ Հիմա քիչ առաջ հարցումը որ հարցուցիր ընկերուի չեմ ուզեր անպատասխան ցկել, երբ գսենք համասպյուրքյան
գարույց եւ զորաշարժի կարողություն ունեցող գազագերբություններ գտնանք տվել կոնկրետ կերպով 3 քաղաքական կուսակցությունները իրենց ուղեգից գազագերբություններով բարեգործականը եկեղեցին եւ հարանվանություններ երկու հարանվանությունները ասոնք են 8 հատ են հիմա ամենը նույն գշիրը նույն հասողությունը եւ ամենտեղ բոլորը չգան կամ մարդուժը չունին բայց այս բոլորը կան ասոնք են հոմ պետք է նայել ասոնց կարևոր ուրեմն խաղացողները նայեցեք կարելի է սկսել մինչև իսկ գուսակցություններով բարեգործականով եկեղեցիով կարելի է սկսել երկու հարանվանությունները գտնանք այսինքն նախաձեռնություն առնողը պետք է լա Արտարը լալու համար խաչիկ եղած են փորձերը այսինքն հիմա քիչ առաջ միացյալ մարմին հիշվեցավ գարձեմ որ վերջի վերջո բոլորն ապի անդրադառնան որ հրամայականը ինչ է այսինքն գինաս կելես մեքենամը կստեղծես չի քալեր մեքենամը կստեղծես կբայտի մեքենամը կստեղծես որ ինչ գիտեմ բայց վերջի վերջո մեքենան եթե ստեղծես իր բոլոր թերիներով կամաց ճամփան կգդրի եւ ադոր ադմիսի մեկ հիմա օրինակ Իշխիդամ քիչ առաջ որ գսեի միտքիս մեջ հետեւյալ օրինակը եթե կասկովկովի սեսոր ապրիլ 24-ը միասին պիտի նշենք մարտման բիճից է բայց հանգարց եթե կան քեզից են որ Նիկոլ Փաշինյանի եւ վարչագահի մասին բան բիճեցեք արդեն կսկսի հարց հիմա հոտ ուր գզիչի ով գզիչի չեմ գիտեր բայց խնդիրը անե որ գա նարատիվը որ արդակուստ արդեն ներմուծված է մեր մեջ այսինքն թույնի վես ներմուծված է թրկական հստակ բան է այսինքն ինչ որ գնեն որ խամաճիկները այդ է եղածը եւ հոս է որ ասեցությունը ուղղակիորեն գուկա Հայաստանի սպիրկի մեջ Կանադայի պարագայում այդ աշխատանքները կատարելու չէ հանդիպեց խոչընդոտի չհանդիպեց լավ վերցնենք այս տարի ունեցավ խոչընդոտ կամ չունեցավ կոնկրետ այս հարցի շուրջ Բնականաբար դա քաղաքական բանը հանես մեջ են պահատրիչը եւ մնաս լուրջ գոյութենական հարցի մասին ես չեմ կարծեր որը մեկը ինչա լա իր վիդագավորումը կամ իր վիդագավորումը չեմ լավ ինչա լա իր ասես ստիմակիզը իսկսի սել քեզի որ չէ եղբայրս հարց չունիմ գոյութենական ունիս գտեսնենք ու բոլորը սկսկա որ հայձնող կա հոս աբրո կամ այլուր արեմդյան աշխարհի մեջ քեզի պիտի ասե որ եթե ունի գիտակցություն եւ հանձնարարություն որ Վաղ ես սարսափը գաբրիմ որ զավակս պիտի բոլորովին ուրիշ բան դառնա հայ չի պիտի մնա կամ ինչ գիտեմ այս կամանց է որ հայությունը պիտի չբայ հայախոսության մասին չեմ խոսիր որտեղ աբական որքան կաղուտը ինքնին իր դինամիզմը բահելու կարելիությունը ասա կարևոր հարց է տեսանք չէ Եգիպտոսը ամենը դինամիկ կաղուտը մեր այսօր եկալ եթե վիճակին նայենք այն չէ ինչ որ էր ժամանակին ամենամեծ ծեորը նկարագրելու համար երկու նվազագույն մեծ մայր կաղուտները Սուրիան եւ Լիբանանը այն չեն ինչ որ են ժամանակ ասոնք բոլորը մտածել դվող երևույթներ են որ մենք դակավին քանի որ դակավին նույն քաոսի մեջն ենք չենք ունեցած այդը մի քանի քայլ յետևալներ այդ clinical distance-ը այդ հեռավորությունն են քննելու սերով մեկ բան ժողովուրդ նստիկ մտածենք մեկ հատ նստիկ մտածենք նոր բան պետք է նոր խոսույթ պետք է նոր մտածելակերպ պետք է վերջի վերջո նոր միջոցներ պետք է որմով մենք պիտի կարողանանք աս մի քանի դեղի ծագեր ունեցող նավը դակավին շարունակել քշել աս զովի մեջ Համաձայն են որ պետք է որտեվ ինքնության ձևերն են փոխվել այլևս դրանք են փոխվել պիտի նայենք ինչպես լավ ընկերներ եթե վերջին հարց այո Չեմ ուզեր իդեալականացնել, բայց օրինակ մտամ, որովհետեւ միշտ ճխտական գոմը չի տեսնենք, նորեն գամ, չեմ ուզեր իդեալականացնել, բայց ինչ որ Արժանտինի մեջ այս ապրիլ 24-ին դեսա, այն է որ 4-րդ եւ 5-րդ սերունդի ուրեմն երդասարտությունը, որոնք միշտ կգազմագերբեն թրկական տեսփանադան դեմ ցույցը, որով ամեն տարի այսին երդասարտներու այդ նախաձեռնությունն է, այս տարի պաղտալած անցյալ տարիներուն շատ ավելի աշխուժ, շատ ավելի բազմամարդ էր եւ հիմնականորեն կգտնեմ 4-րդ եւ 5-րդ սերունդի երդասարտը։ Հիմա փրկություն է ասիգա ոչ, բայց երևույթն է, որում վրա պիտի մտածվի հաջորդ քայլ առնելու եւ ասելու որ ջամփա ունին կդրելիք,
Այո, Այսին այս է։ այդտեղ դու դեսարա ուժականությունը, որ Դեսա պետք է անդեսվի։ ուժականությունը, որ պետք է անդեսվի, դեսա ուժականությունը ու Եվ գաղափարական դարագարձությունը հստակ էր, որ ամեն Եվ քույնի ինգեր ծևից Խաչիկարի թոշակալ հետ գարոնդել։ զուտ առի հետաքրքրություն ինչով էր պայմանավորված այս տարվա տարբերությունը մյուս տարիներից, օրինակ։ Նայեցեք, Որտեղ այս ինչն տարվա էր, դարբերություն երբ կսեմ անցյալ տարի ես չգայի, բայց ինձ եսին որ ինչ որ չափով դգար էր, բայց ինչ որ ես այս տարի տեսա, այդպես չէր, անոր համար գսեմ, չեմ գտնալ ճիշտ ինչով։ Եւ այնպես նալ չէ որ ամեն տարի պիտի բարելավի կամ ասպիրա, բայց կարողականություն մգա որ գտեսնես Եվ 4-5-րդ սերունդի եւ մասին չորրորդ գխոսի։ այդ մեկն է ամենը մնացածը նայեցեք ուրիշ բաներ ալ կան երբ կովի եկան բոլոր գազագերբությունները բոլոր 100-րդ տարելիցեն հետո մտածեցինք որ կարևոր է նաեւ ինչպես բադահած է Միացյալ Նահանգներում մեջ որ Արժանտինի մեջ ապրիլ 24-ին ուրեմն նախագահական բալադեն հայտարարությունը ելեց ցեղասպանության բարը հիշատակելով գամած քայլ առ քայլ հասանք անոր եւ մինչեւ իսկ այս տարի նախագահական բալադեն ցեղասպանության բարի կորձածումով հայտարարություն եղավ հիմա ես գիտեմ որ շատերը բիզեն ասեր են չեն ասած ինչ կլա բայց մենք պիտի մտածենք սփյուռքյան դրամապանությամբ եւ մտածենք որ քանի դարի աշխատեցանք որովհետեւ այդ բարը ծրվի շրջակայություն Ճիշտ հոն է, ով ինչ կուզի ասի կամ չէ, փաստեցինք, որ 4-րդ եւ 5-րդ սերունդը դեռ կշարունակի մնալ պահանջատեր։ Եվ գսե որ այս հարցը եղել է եւ պատմական ճշմարտության պիտի հասնի։ Այդ պարաբի կամ ինքնանպատակ չէ, որ ելել է 5-րդ սերունդը։ Պահանջատիրությունը հավանաբար դարբեր է մեր մտածած պահանջատիրությունը։ Հավանաբար, բայց ունի պահանջատիրություն։ Խոսք ունի, առնվազն գոնե խոսքը ունի։ Այգական ինքնության իրենց մոդեցումները պիտի դարբերին անխուսափելի շատ բնական եւ պիտի ընդունենք որ իրենք են Պիտի ընդունենք շարժում է կյանքը առաջ գնացող շարժում է։ այո ավական իրենք են Բնականաբար նաև երկրի մանավանդ արևելյան, ասենք, բանի մեջ արևմտյան ներողություն գոմի մեջ գա այսօր նաև ագատեմական մագարտակով multiple identity ոչ թե identity-ներու մասին խոսենք, այլ իբրև մարդ արարած եւ դվյալ երկրի մեջ որ նաև ուկա սպիրկակի դուտեն են որ ինչպես կնաս մի քանի տեսակ ինքնություն որտեղել եւ այսօրվա սերունդը ինքնաբերաբար այդ ինքնությունները որտեղելու իրավիճակի մեջ է բայց գորիզը ինչ որ է եթե դու ճիշտ տնես մնացյալները հստակորեն ուկան իբրև սկեստավորում ասենք ասպես տնենք հարցը Ադգե անգախ վերջին հարցում ուներ ընկերուի Վերջին հարցումս հետևյալն է ընկերներ, եթե դուք այսօր կարողանայիք կազմել Սփյուռքի ազգային օրակարգ, ինչ 3 հիմնական առաջնահերթություն կդնեիք, խնդրեմ ընկեր Վիգեն։ Ես առաջնահերթություն 3 հատ չէի տներ։ Ինձ համար առաջնահերթությունը գլխավորը մեկ հատ է, որովհետև եթե այդ մեկը չունենանք, մնացածների մասին խոսելը քիչ ավելորդ պիտի։ Այդ ալ մեր գարույցներու շարունակականությունը ապահովելու աշխատանքն է, այսինքն նկատած ենք բոլորս ալ եղած ենք միութենական դարբեր դեղեր, ցանկերու մեջ, վարչություններով եւ այլն։ Դժվար բան է նոր սերունդին փոխանցել այդ, երբ որ նոր սերունդը որ պիտի ստանցնի այդ ջահը, չէ սորված այդ աշխատանքի ձևը։ Այսինքն մենք մեր հասկային դասարության մեջ չենք տված մեր վզիկներում մեր գարույցներն ինչպես կաշխատինի դասարությունը եւ գագնգանենք որ իրենք կան եւ ջահը վերցնեն եւ շարունակեն ջամփան։ Իսկ եթե գարույցները չաշխատին անհատական նախաձեռնությունները, որոնց շունչը գարջ է։ Երկարաշունչ գործերը միշտ բանջեն գարույցներ ու սերունդափոխություն պետք է ունենալ, որ դեպե երկար։ Այդ աշխատանքին վրա պետք է առաջնահերթություն տալ, որ նոր սերունդը պատրաստված կա։ Որովհետև ունենք շատ գեղեցիկ գարույցներ, որոնց արմատները գերտան, երտան ավելի քան 150 տարի։ Երտան մինչև ասկային սահմանություն, որ առաջին գարույցներ ասենք իրական, որում վրա գրծավ գազամագերբել հանրային կյանքը, մեր հանրային կյանքը գազամագերբելու առաջին նմուշը տվավ, եւ ադոր հիման վրա ցեղավորվեցան միություններն, լուսակցություններն, բաներն գազամագերբական շենքի գաղափարը տվավ անհատական անտին անցնելով։ Եվ ադիգա պետք է անպայման մեր սերունդին ճիշտ նոր սերունդներուն ճիշտ ծով փոխանցվի։
ադեն գսկսի մեր համայնքները սպիրկի եթե Հայաստանը նույնքն սկիզբը խոսքից մեծ փորձի ճիշտ ասնի մդյունեի որ գազագերբական այդ նմուշը որ ծեոմը դուրսեն չներազեցինք եւ հայերը իրենք հորինեցին իրենց համացան ասկան համարություն ոչված է որսո մեջ եղավ եւ այդ նմուշը պետք է դարաձել եւ պետք է նոր սերունդին փոխանցել այդ նմուշին դերը լալոպանը որովհետեւ իրենց հավաքական կյանք ադով սկսի առանց այդպիսի գարուցի ասենք առանց ողնահար ունենալու մնացած աշխատանքները շատ կգան առաջնահերթուն գլխավորը ադիբիդլա երկրորդը երրորդը գնանք ոյե բանավերցեն բայց ադի եթե չլա ուրիշ ոյե բան չեն կրնալ Ընկեր Մհեր կուզեք 2 կամ կուզեք 3 առաջնահերթություն Ճամփուն տասին ընդհանրապես արդեն գանկարին կգարձեմ պետք է հավանաբար ասածպես առաջնահերթություններ ճշտել եթե պետք է բերնակիրները այսինքն խոսեցանք ընդհանրապես ճյուղավորվեցանք բայց եթե ես իմ ասածներս մտաբերեմ հետևյալը դիտելա նախ առաջին հերթին իսկապես բանի արժև ենք մեծ մարդահրավերս ենք միայն որ Երևնայինք գդրած ճանապարհը նայենք արժևորենք հստակ սպիրկյան առումով գսեմ որ ադիգա ամեն մեկ գաուտինք իրեն գնե համասպիրկյան առումով գնենք վերջ ադիգա մարամասություններ են բայց ամեն մեկ գաուտ կոնե սկսի իր գդրած ճանապարհը նայել մեկ ադ յետին ինչ դագավին կարելի է բահել ինչ արդեն դարձած է հին եւ կամ հինցած եւ ինչ նոր բան կարելի է ավելցնել աս բոլորին վրա Երբ որ մեմը գդրած ճամփատ արժևորես, ասես երկրորդ առաջնահերթությանը, որ ինքսինքդ վերստեղծելն է, ինքսինքդ վերստեղծել տարուն համահունչ ոչ միայն 21-րդ, այլև գալիքի աբական ալմեջը ներառելով, ադոր համահունչ դվյալներ, նույնիսկ եթե հունդա այսօր պիտի ցանենք, բայց 50 տարի հետ կարգին պիտի գա, պետք է ադհերադեսություն ունենանք, որ մենք դուրս կանք այն գաղաբարներեն, որ մինչև այսօր մենք մեջը մեծանք, վատ չեղավ, լավ, ուրախ ենք, բայց գա իրողությունը, որուն հետ պետք է մենք նստենք հաշվի, որ եթե կան մեր հին մեքենայի մեջ բաներ, որ դագավին ցերկի ժամացույցին պես հագարակ, որ հերախոսի մեջ ժամացույց կա, ամեն ուրեք ժամացույց կա, դագավին քեզ պետք են բահե, այլապես անցի վերստեղծելու ինքսինքդ ով ես, ինչ ես, redefine yourself, այսինքն ինչ է քու վերջի առաքելությունը դիպրև, իրար ամբողջացնող եւ իրար հետևող երկու բան։ Ասպոլորեն յետք է որ կգարձեմ գսկսիս եւ իրավունք ունենաս մտածելու ինքսինքդ հզորացնելու յետք դերմը որ ամբողջ ուժականությանը դեսենք աղբյուրներուն գրնաս հասնել քու մարտուժը կովկովի բերել եւ գազմագերբել որու մեջ նաեւ դեր պիտի դաս անպայմանորեն գազմագերբական կամ գազմագերբ կաղուտեն դուրս նաեւ անհատներով որ իրենք իրենց ներդրում ունենան եւ այդ վտակները հոսին մայր ասենք ծովում մեջ վերջի հոդե որ գուկաս եւ գնեդվիս համահայկական հարցերում վրա կամ Հայաստանը ներառյալ Արցախը ներառյալ բայց աս երկու հանգրվանը մենք պետք է ենենք փախուստունին կատկե Հայաստանը մնայուն հայրենիք պիտի մնա ասերիկ չի գդոր հայրենիքն է մեր գոնե տաշնակցական մարդոց դեսլականին բայց սպիրտալ ինքիր իրավունք ունի նախ բոլոր գտնված բաներեն դուրս գալու քանի իրականությունը ուրիշ բան փաստեց վաղ արդու դեպի երգիր կացող չի գա բայց մենք առանց շեղելու մենք մեր նպատակագետեն գերնանք սպիրկը դարձնել իսկապես ուժական ախաչի կոյավիճակը սա ես կսեմ նաև ինչու՞ չէ գեսագեր որ դուն գաբրիս ճուրերու մեջ որ քուգտ չեն բայց գնաս ապրիլ վերջավորության եւ ինքսինքդ բահել ամենեն կարևորը ինձ համար վերջնականապես այդ է Գերխաչիկ եւ որ ուրեմն 100 տարեդիցի դրական փորձին կողքովի կալու դրական փորձին իման վրա եւ այդ կեց առաջ 2010-ին երբ Թուրքիան փորձեց ուրեմն Կեմալին գիսանտրին տնել Բուենոս Այրեսի մեջ եւ բոլոր համայնքի բոլոր գազագերբություններով այդ միասին այդ քայլը ուրեմն
գրցանք ցախուղեցնել ադոր իման վրա կազմվեցավ այն ինչ որ 2017-ին ծնունդ տարավ Արժանտինի համայնքի հաստատություններ Yara ուրեմն խորակրով ինչ իման վրա դիգադեղ ունեցավ ասենք որ դրամապանությունը հետևյալն է շատ տարբերություններ կան եւ դարագործություններ կան բոլոր գազམ་ագրություններում միջև բայց ինչ են այն հիմնական համացայնությունը կամ հիմնական համացայնության գեդերը որոնց շուրջ գրնանք նստիլ սեղանի վրա ասիկա դակավին օրագարկ չէ հիմնական basic consensus սկիզբը 5 էին վերածվեցան 6 գեդի եւ անոնց մե առաջինը ուրեմն ցեղասպանության ճանաչումն ու հադուցումն են երկրորդը ցեղասպանության ժողովրդականության ամեն ցևի մերժում երրորդը Հայաստանի ուրեմն Քերիշխան պետության հանձնարարություն չորրորդը Հայաստանյան ծառայական եկեղեցու պատմական թերի առանց շղթելու ոչ մյուս առանձնությունները ոչ անհատական խիղճի հարցը բայց Հայաստանյան ծառայական եկեղեցու թերին ճանաչումը հինգերորդ գեդը գրթության եւ մշակույթի կարեւորության գիտակցությունը եւ 6-րդ գեդը որ վերջ ավերծավ եւ շատ լավ էր համայնքային հաստատություններու կարեւորությունը մաս 6 գեդերուն շուրջ ստորակրող գազམ་ագրությունները նստեցան այդ ցեղանին շուրջ եւ սկսան գամած խաղի օրենքներ տնել օրագարկներ տնել որոնց մեջ ինգավ ուրեմն գրթականը որոնց մեջ ամեն տարի գուկա ապրիլ 24-ին նախապատրաստությունը ես կգարձեմ որ առաջին քայլը պետք է լա հիմնական համացանությամբ 5, 6, 10 գեդերը գտնել եւ անոնց շուրջ ասել որ հոս մենք դարագործություն չունենք եւ վերջ յուրաքանչյուր գեդերը վերածել կորզնական օրագարկի Կարծեմ որ եթե ճանապարհային քարտեզ մգա մեկնելով մեր փորձառություններն ասիգա է ճանապարհային քարտեզը է եթե զայն կորզատրելու քաղաքական կամք եւ կարողություն չլա գմնա այդպես մտավորական աշխատանքի արկասիկը եւ ճիրականանալ ասալ պետք է հստակացնել բայց իմ հասկացողությամբ փորձառության իման վրա ասեմ որ ճանապարհային քարտեզը պետք է լա հիմնական համացանության գեդերու ուրեմն բանացեվումը եւ այդ գեդերուն դա կստորակրումը ադոնց իման վրա սպյուրքյան օրագարկը գրնա առաջանալ Թեման իրականում շատ ծավալուն է բայց մեր ժամանակը ցավալիորեն սահմանափակ է շնորհակալ եմ իսկապես այս կարևոր զրույցի համար շնորհակալ եմ Սիրելի ակնթիռներ մեզ հետևելու համար գաղափարների այս խաչմերուկում ուր միտքը փակուղի չունի մնացեք մեզ հետ արխիվում նոր կանգառներ են նոր ձայներով նոր խաչվող ուղիներով կհանդիպենք հաջորդ գաղափարական խաչմերուկում